Ողջույն ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի փետրվար ամսվա հորոսկոպը կշերք նշանի համար։ Սիրելի կշերքներ, կնայենք մոլորակների դիրքավորումը, կասեմ, թե որ օրերն են լարված և բոլորից շատ ով կզգա այդ փոփոխությունը։ Հիշեցնեմ, որ պետք է հորոսկոպը նայել միշտ ասցենդենտի նշանով և արևի նշանով։ Առաջինը ասցենդենտի նշանով, արևի նշանը կարծես համալրում կլինի։ Եթե մինչ հիմա չգիտեք, մինչ այժմ չգիտեք, թե որ նշանում է գտնվում ձեր ասցենդենտը, ապա կարող եք մեկնաբանություններում կամ Instagram-յան էջում, Telegram-յան ալիքում գրել ձեր ծննդյան օրը, ամիսը, տարին, քաղաքը եւ ծննդյան ճշգրիտ ժամը։ Սիրով ձեզ կպատասխանեմ։ Եթե ձեզ հետաքրքիր է, կարող եմ նաեւ կազմել ձեր ծննդյան քարտեզը եւ սկրինշոտ տարբերակով ձեզ ուղարկել, որպեսզի դուք տեսնեք, թե որ մոլորակները, որ նշաններում են գտնվում եւ որ աստիճաններում են գտնվում ձեր ծննդյան պահին, քանի որ ես իմ կանխատեսումներում միշտ նշում եմ աստիճանները եւ այդպես ձեզ հեշտ կլինի կողմնորոշվել, բայց ծննդյան քարտեզ կարող եմ կազմել միայն նրանց համար, ովքեր գիտեն իրենց ծննդյան ճշգրիտ ժամը, րոպեների ճշտությամբ, սիրելի ընկերներ։ Այժմ անցնենք հերթականությամբ ներկայացնեմ մոլորակների դիրքավորումը։ Արևը մինչև փետրվարի 18-ը կգտնվի ջրհոս նշանում ձեր 5-րդ տանը։ Լավ ժամանակահատված է ինչ որ ռեստորան, ինչ որ արվեստի վայրեր գնալու, հաճախելու, ինչպես նաև զբաղվելու ձեր երեխաների հարցերով, եթե կա սիրավեպ, այս ժամանակահատվածը շատ լավ կանցնի ձեզ համար կամ գուցե նոր սիրավեպ սկսվի այս ժամանակահատվածում։ Փետրվարի 18-ից սկսած արևը կանցնի ձկներ նշան ձեր 6-րդ տուն։ Եվ լավ ժամանակահատված կլինի սկսելու, որպեսզի սկսեք զբաղվել ձեզնով, ձեր մարմնով, մարմնի խնամքով, առողջությամբ, աշխատանքում ինչ որ հարցեր կարող են լինել, դրանք հեշտ կլուծվեն, ինչպես նաև լավ սննդակարգի, ճիշտ սննդակարգի կարող եք անցնել։ Մերկուրին մինչև փետրվարի 6-ը կլինի ջրհոս նշանում ձեր 5-րդ տանը, բերելով ձեզ ինչ որ նորություն, զանգ, նամակ, ձեր կամ սիրեցյալից, կամ ձեր երեխաների հետ կապված, կամ ինչ որ փաստաթուղթ կապված ձեր բիզնեսի հետ, կամ գուցե ինչ որ տոմսեր, որևէ թատրոն, կինո հաճախելու, գնալու։ Ամսի 7-ից սկսած Մերկուրին կանցնի ձկներ նշան եւ մինչեւ ամսվա վերջ են տեղի լինելու, այնուհետեւ դառնալու է հետընթաց։ Ձեր 6-րդ տանը դա զանգ, նամակ, նորություն, փաստաթուղթ կապված ձեր աշխատանքի հետ, ձեր կենցաղի հետ։ Եթե ունեք ընտանի կենդանիներ, ապա նրանց հետ կապված ինչ որ նորություններ կարող են լինել։ Ամսի 26-ից սկսած Մերկուրին կդառնա հետընթաց, բերելով ձեզ շատ փոփոխություններ, սիրելի ընկերներ, այստեղ Մերկուրիի փոփոխությունների հետ կապված առանձին նյութ եմ ունենալու, որտեղ կասեմ ինչ է կարելի, ինչ չի կարելի անել այս ժամանակահատվածում եւ բոլորից շատ ովքեր կզգան այս փոփոխությունը, սա առանձին նյութով կպատրաստեմ, քանի որ ամեն նշանի համար անընդհատ նույնը կրկնելը մի փոքր ինձ համար հեշտ չի, մի տեսահոլովակով կանեմ, այնպես որ հետևեք էջին, որ բաց չթողնեք այդ հոլովակը։ Վեներա մոլորակը մինչև փետրվարի 10-ը կգտնվի ջրհոս նշանում ձեր 5-րդ տանը, բերելով հաճելի հանդիպում, գուցե նոր սիրավեպ, եթե կա սիրավեպ, ապա ուղղակի հաճելի ժամանց կունենաք այս ժամանակահատվածում։ Գուցե ձեր երեխաները ձեզ ասեն, որ ընկեր կամ ընկերուհի ունեն եւ նրանց հետ ծանոթանաք։ Փետրվարի 10-ից սկսած Վեներան կանցնի ձկներ նշան, եթե կան բացասական դիրքավորումներ, հնարավոր է խնդիրներ առաջանան կանացի օրգանների հետ կապված առողջական խնդիրների մասին է խոսքը։ Եթե դրական են դիրքավորումները, ապա հնարավոր է աշխատանքի վայրում նոր սիրավեպ սկսվի օրինակ, կամ օրինակ աշխատավայրից հաճելի նվեր ստանաք, կամ օրինակ հավելավճար ստանաք։ Մարս մոլորակը ամբողջ ամսվա ընթացքում գտնվելու է ջրհոս նշանում ձեր 5-րդ տանը։ 5-րդ տունը դա սիրավեպերն է, երեխաներն են, այն ամենը ինչը մեծ հաճույք է պատճառում։ Այստեղ Մարսը մի փոքր ագրեսիա կբերի, հնարավոր է ունենաք տարաձայնություններ ձեր սիրեցյալի հետ կամ երեխաների հետ, ինչ որ անհամաձայնություններ կլինի, որպեսզի այս Մարս մոլորակի այդ բացասական նեգատիվ էներգիան կարողանաք հարթել, լավ կլինի, որ զբաղվեք սպորտով։ Հիանալի ժամանակահատված է, սիրելի ընկերներ, որպեսզի սկսեք զբաղվել սպորտով։ Մարսը ձեզ կօգնի, կտա էներգիա եւ դուք կգնաք առաջ եւ կունենաք ձեր սիրելի ցանկալի, այսպես ասած, սպորտային կազմվածքը։ Եվ իհարկե առողջությանը դա եւս լավ է։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել հետընթաց դիրքով, խեցգետի նշանում շարժվելով 17-ից 15 աստիճան, քանի որ հետ է գնում, դա ձեր
10-րդ տունն է, սիրելի կշերքներ, եւ կարծես Յուպիտերը երբ հետ ընթացե ձեզ օգնում է, որպեսզի եւս մեկ շանս է տալիս, եւս մեկ հնարավորություն է տալիս, որպեսզի կարիերայում ինչ-որ փոփոխություններ կատարեք, աշխատանքում ինչ-որ փոփոխություններ կատարեք կամ ստատուսի հետ կապված։ Այս հետընթաց դիրքավորումը, որ այս ամսում բոլորից շատ կզգան այն կշերքները, ովքեր ասցենդենտով են կշերք եւ ասցենդենտը գտնվում է կշերք նշանի 15-ից 17 աստիճանում կամ ովքեր ծնվել են ամսի 7-ից, այսինքն հոկտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին։ Այս օրերի ծնվածները բոլորից շատ կզգան այս ամսում հետընթաց Յուպիտերի ազդեցությունը։ Սատուրն մոլորակը, սիրելի ընկերներ, ամսի 14-ից սկսած անցնելու է խոյ նշան եւ առաջիկա 2.5 տարիների ընթացքում այնտեղ է լինելու, իսկ դա ձեզ համար 7-րդ տունն է։ Իսկ 7-րդ տանը Սատուրնը մի փոքր սառեցնում է հարաբերությունները, հա։ Գուցե սառեն հարաբերությունները ամուսնու կամ կնոջ հետ, կամ եթե կարծես Սատուրնը 7-րդ տանը ստուգում է ձեր հարաբերությունները, եթե հարաբերությունները ամուր են, ամուր հիմքի վրա են, Սատուրնը էլ ավելի է ամրացնում։ Իսկ եթե հարաբերությունները թույլ են, հա, անհարթություններ կան հարաբերություններում, ապա Սատուրնը կարող է վերացնել այդ հարաբերությունները եւ կարող է լինել ամուսնալուծություն։ Սա իհարկե արդեն ծննդյան քարտեզով եւս պայմանավորված է։ Սատուրնը 7-րդ տանը հնարավոր է ձեզ օրինակ վերի ամուսնություն ձեզնից ավելի տարիքով անձնավորության հետ։ Ինչպես նաեւ գուցե սառեն հարաբերությունները նաեւ գործնական, հա, այդ հարցերում կամ գուցե ունեք օրինակ շատ հաճախորդները մի փոքր ավելի այս 2.5-3 տարիների ընթացքում ավելի քչանան։ Նեպտունը եւս խոյ նշանում է եւ ունենալու են կարևոր միացում Սատուրնի եւ Նեպտունի։ Այն լինելու է 0 աստիճանում, խոյ նշանի 0 աստիճանում։ Իսկ սա ձեզ համար շատ կարևոր է, սիրելի կշերքներ, քանի որ այս միացման ազդեցության ներքո շատերը կգտնեն իրենց երկրորդ կեսին։ Եթե այս միացման ազդեցության ներքո լինի այդ ձեր ամուսնությունը, գուցե գործընկերությունը, ապա դա երկար տարիների կյանք է ունենալու։ Այս միացումը, հա, երկար տարիների կյանք է ունենալու եւ կարծես հստակ ինչ-որ հիմք է դրվելու։ Բայց այս միացումը ավելի շատ կազդի այն կշերքների վրա, ովքեր ասցենդենտով կշերքեն, ասցենդենտը գտնվում է 0, 1, 2 աստիճաններում կամ ովքեր ծնվել են սեպտեմբերի 23-ին, 24-ին, 25-ին, ու գուցե 26-ին եւս։ Այս օրերի ծնվածները եւս բոլորից շատ զգալու են այս միացումը։ Իհարկե բոլորն են զգալու, բայց այս օրերի ծնվածները էլ ավելի շատ են զգալու եւ ասցենդենտի վերոնշյալ աստիճանները։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, շարժվելով 4-ից 7 աստիճան, աղեղնավորը սիրելի ընկերներ ձեր երրորդ տունն է։ Երրորդ տունը իրենից ներկայացնում են կապի տրանսպորտի միջոցները, հարաբերությունները քույր եղբայրների հետ։ Սև լուսինը այստեղ կարող է ձեզ հրահրել, որպեսզի ինչ-որ բանավեճեր լինեն, կամ այսպես միանգամից որոշեք ինչ-որ հեռախոս եք գնում, տրանսպորտային միջոց եք գնում, ինչը որ այնքան էլ լավը չլինի, հա, ձեզ խաբեն, այնպես որ նման գործողություններ կատարելուց, հատկապես թանկարժեք ինչ-որ գնումներ կատարելուց շատ զգույշ եղեք։ Եթե պետք է ինչ-որ դասընթացների գնաք, լավ կլինի եւս, հա, ամեն ինչ լավ ուսումնասիրեք, քանի որ հնարավոր է խաբեության զոհ դառնաք։ Լիա լուսին ենք ունենալու ամսի 2-ին առյուծ նշանում, որը մի քանի օր առաջ եւ 2 շաբաթ հետո իր ազդեցությունը ունենալու է։ Այս լիա լուսինը կլինի, սիրելի ընկերներ, ձեր 11-րդ տանը եւ կբերի ինչ-որ նորություն, բարձություն կապված ձեր ընկերների հետ կամ գուցե ձեր երեխաների հետ։ Եթե ինչ-որ խմբակների եք հաճախում, ապա դրա հետ կապված։ Գուցե ձեր ընկերուհու, ընկերոջ մասին ինչ-որ նորություն իմանաք, ինչ-որ բարձություն մտնի նրա կյանք։ Նորալուսին ենք ունենալու ամսի 17-ին, ջրհոս նշանի 29 աստիճանում ունենալու ենք արևի խավարում եւ մի քանի ամիս առաջ, մի քանի ամիս հետո այն իր ազդեցությունը ունենալու է։ Ջրհոսը ձեր 5-րդ տունն է, այսինքն այս նորալուսինը ինչ որ նորություն է մտնելու, կամ ձեր սիրավեպ, կամ նոր սիրավեպ է սկսվելու, կամ գուցե իմանաք, որ բալիկի եք սպասում, կամ երեխաների հետ կապված ինչ որ նորություն գա ձեր կյանք։ Եթե ունեք բիզնես, ապա սա կարող է նոր բիզնեսի սկիզբ լինել։ Մոլորակների հետ կապված կարծում եմ, որ բոլորը նշեցի, այժմ անցնենք բացասական օրերի մասին։ Լարված օր է լինելու փետրվարի 8-ը, Ուրանը եւ Վեներան 90 աստիճանի անկյուն են կազմելու, զերծ մնացեք այս օրը հարաբերություններ բարձելուց եւ ֆինանսական գործարքներ կնքելուց։ Փետրվարի 9-ը Մերկուրին եւ Սև լուսինն են 90 աստիճանի անկյուն կազմելու,
զգուշ եղեք հատկապես հարաբերություններում, սիրելի ընկերներ, ձեր գործնական հարաբերություններում կամ երեխաների հետ, քանի որ հնարավոր է ինչ-որ մի խոսք, ինչ-որ մի բան այն չլինի եւ դա վիճաբանության պատճառ դառնա։ Էլ ավելի լարված օրեր են լինելու ամսի 15-ը, 3 օր առաջ 3 օր հետո միշտ նկատի ունեցեք, արևն ու ուրանն են 90 աստիճանի անկյուն կազմելու։ Այստեղ անսպասելի իրավիճակներ կարող են կապված լինել ավիացիայի հետ, ինչպես նաև աշխատանքի վայրում, հատկապես ձեր պարագայում, եթե պետք է ինքնաթիռով գնաք ճանապարհ, իհարկե ցանկալի չէ այս օրերին, հատկապես ամսի 15-ին գնալը, եւ կարող են ինչ-որ բնական աղետներ լինել։ Եվ փետրվարի 27-ը կրկին լարված օր է լինելու, Մարսը եւ Ուրանն են 90 աստիճանի անկյուն կազմելու, կրկին շատ լարված է։ Ձեր երեխաներին եւս տեղեկացրեք, որ զգուշ լինեն, հա, քանի որ Մարսը գտնվում է ջրհոս նշանում ձեր 5-րդ տանը, որպեսզի ճանապարհներին լինեն շատ զգույշ, գերազանցեն արագությունը, հրդեհա, վտանգ իրավիճակներ կարող են լինել, ինչպես նաև սուր կտրող ծակող գործիքների կրակի հետ աշխատելիս եւս եղեք շատ զգույշ։ Այստեղ այս լարվածությունը, հա, փետրվարի 27-ի մարտի առաջին 3 օրերին եւս հնարավոր է զգացվի, այնպես որ եղեք շատ զգույշ։ Այսքանը սիրելի կշերքներ կապված փետրվար ամսվա հետ, կհանդիպենք շուտով, ցտեսություն։